Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Ես հիմա քեզ ուզում եմ ծանոթացնել մի բգերու հետ, որին դու արդեն ճանաչում ես ամեն։ Ուզում ես ծեծ ուտես։ Դու ինձ պետք է ծեծես։ Պատասխան եկես տալիս։ Ահ, հերիքա խփես։ Հերիքա մորթես, ես ինչ ես։ Այ հարիվ։ Գիտեիր որ Անուշիկը պակլունիկ ունի, հա։ Գիտեիր։ Չէ։ Ներկայացրու հենց հիմա գնա Անուշիկին սեր բացատրի։ Չի դու ինձ ես ինչ եմ։ Փողա տվե։ Բեսաղիտ էլի համահանեմ։ Անջան ասենք նես ամեն ինչ էլ պարզ է, ամեն ինչ էլ նորմալ է, հասկանալի է, ասենք քո մոմենտով բոլորս հիրավի Անջան նորմալ է ամեն ինչն է, բան, ասենք դու մտար շատ լավ մտար, շատ լավ էլ սիրուն շորեր ես հակում հակել, ասում է քեզ նորմալ, մենք էլ արվեստը գնա տող տղեքենք, Քո բառերով ասա։ Դու ինձ մի հուշի, հա? Անջան, իմ բառերով ասեմ, Короче, սրանով ասեմ իր տեղը։ Սուր եք այ ախպեր, մեռած ես մանգալով։ Դու շարունակի։ Շարունակի, ինչ-որ բան պատվիրվել է, թե։ Լսում եմ, Մխո ջան, ասա։ Մխո, ես ինչ մոմենտ ապեր։ Շատ կարևոր բան էր ուզում Մխոն ինձ ասեր։ Մխոն ոնց կարող է քեզ կարևոր բան ասի։ Լսում եմ, Մխո ջան, ասա։ Ես ասեմ, ինձ կներեք, ես կգամա մի ատարի չպլեք, ներող կլեք, Ես ինչ մոմենտ է Անուշիկ։ Չես հասկանում ինչ մոմենտ է։ Ընկերդ ինձ հրավիրել էր սրճարան, որ շատ կարևոր բան ասի։ Իսկ դու եկար ու սաղ փչացրիր։ Արդեն սկսել էր, գիտես։ Հեչ ինչ ասել որ, ասա որ իմանամ ինչ ջղայնությամբ շարունակեմ։ Դե զգեստիցս խոսած, ասաց որ ինձ շատ սազում է, որ շատ գեղեցիկ եմ, կամաց հասնում էր ամենակարևորին ու դու եկար։ Քո ջոգելով ուզում էր ասել, որ քեզ ուզում է։ Ինչի այդ պարզ չի։ Չպլի ինչ ուզում ես էրը, մինակ կարբիտը գնաս տիցերը։ Բայց ոնց անեմ է, կջոգի որ իրան ծրում եք ու սաղ դուս կգա ջրի երես։ Բա ինչ անենք արա, ոնց է իմացե մեր տեղի։ Ես ինչ ես անում Մխո, որը դու լրջով ուզում ես Անուշիկին։ Կարբիտ մտածի ինչ ես խոսում, ես քեզ տենց բան ասի։ Ես եմ ասում։ Խիչի երևում։ Կարբիտ քեզ ասում եմ ստե ուրիշ մոմենտ է։ Ոնց կարա ուրիշ մոմենտ լինի, է։ Կամ եթե ասենք ուրիշ մոմենտ է, այդ ինչ ես չփլեին ասում, ինձի չես ասում, որովհետև գիտես իմ հայացքները Անուշիկի հանդեպ։ Այդ ոնց արա ուղեղը թալցր այդ Անուշիկը։
Հələ կարմիկ դզվի ասում եմ, ատեսնյակս փողեր տվե, որ առաջարկություն անեմ, արա, ես է տենց։ Այսօր փողով առաջարկություն ես անում, վաղն էլ փողով կպսակվես սպարթիներում ժամանակ անցկացրած ինչ-որ ծտի հետ, որը որ հայտնի մասածռողը։ Չէ կարա։ Արա դու սոզ երբ որ մեծերը խոսում են։ Ապա Անուշիկը անբարոյական աղջիկ է, հա։ Անբարոյական մտքեր առաջացնող աղջիկա։ Ինչ այդ կարճակած շորերով որ ֆրֆռում ա ուրիշ ինչ մտքեր պետք է առաջանա մոտդ։ Այդ դու անբարոյական մտքերի հետ սեր ունես, դրա համար էլ առաջանում է քո մոտ։ Չփլեք ես ասեցի դու սուս որ մեծերը խոսում են։ Երբ որ մեր նման հասունություն ու աշխարհընկալում կունենաս, այդ ժամանակ էլ կթողեն կարտահայտվես։ Դու աշխարհընկալում չունես, դու քյարթունկալում ունես։ Լավ վերջացրեք, բայ, ցիվիլիզացիայում ենք գտնվում, չի։ Բայց չփլեխիկը ճիշտ է ասում, Կարմիտ։ Ճիշտ է, Անուշիկը կարճի հետ, փարթիների հետ մի քիչ սեր ունեցող է, բայց հենց չի որ ինքը վատ աղջինը գարվեր։ Մխոյս ինչ տիպի ես դու խայտարակում մեր ընկերությունը։ Արա շորտիկ մայկով հելել ես մի խումբ թզբեխավորների դեմ։ Արա Կարմիտ, քեզ տոշնի պայերը։ Ու հասկացի ինչ ես խոսում։ Ես քեզ պարզ ասի, որ եսի իմ համար փող աշխատելու մոմենտ է, ուրիշ ոչի բան։ Չեմ հավատում։ Ոնց։ Արա դու քո ընկերնյակին չես հավատում։ Մխո, ատեցդ ուզում ա քեզ ու Անուշիկին պսակի։ Ու ինքը հասնելու է իր ուզածին։ Այսքանից հետո էլ ինչին հավատամ ախպերս։ Նայ ապեր երկու երնեք միտեղ չի լինում։ Կամ ընկերությունդ կամ Անուշիկը։ Չինի вообще սրա այդ պսակվես պրծնենք։ Սինչերի մեջով ես անցնում դու մխո։ Ես ինչ հալածվել ես հալածվում քո մոդիկների կողմից արա։ Դու ոչ էլ դրա ասածները բանի տեղ դիր։ Բայց լավ արիր, որ Անուշիկին պաշտպանեցիր, թե չէ իմ աշկից էին գնելու։ Արի լավ։ Ես չեմ գալի ապենյակ։ Բա Անուշիկը։ Ես չեմ կարա համինց մելանխոլիայի մեջից սենց հանեմ, գցեմ ռոմանտիկայի մեջ։ Գնա Անուշիկին ասա կարևոր զանգալավ, գնաց առանց հաջողանելու։ Ներող կլեք։ Մխո լավ էլի ապեր ամոթ հա։ Նովա։ Դուրնա։ Չեմ հասկանում, Նարեկ։ Կարպիտը եկավ իմ մասին վատ բաներ ասաց Մխոին ու տարավ։ Լուրջ եմ ասում Մխոն իրան նենց պահեց, որ էլ ասելու չի։ Ինքը անտարբեր չի քո հանդեպ։ Հա իբր ինչ, քեզ թվում է պիտի զարմանամ, հա այդ ասածից է։ Անջանախր Մխոն, հասկանում ես, մեծ ընկերական շրջապատ ունի, ինքը չի կարող պրոստը հաշվի չնստի իր ընկերների կարծիքի հետ։ Հա մեկ-մեկ փորձում է ազատվի այդ կարծիքներից, բայց դա չի կարողանում, հիմա դրա համար էլ է ժամանակ պետք։ Ձեր շրջապատում իմ մասին վատ բաներ չէ խոսում։ Դե չէ։ Ասա, ես շատ լավ գիտեմ ձեր շրջապատը։ Ակի Մխոն պետք է մի այսքան տղամարդկություն ունենար ու գոնե գար հրաժեշտ տար, ոչ թե տենց արհամարեր ու գնար։ Անջան, ինքը քեզ չի արհամարը։ Ուղղակի տհաճ խոսակցություն ստացվեց, նեղացավ գնաց։ Լավ ես ուշադրում։ Դե ես քեզ կճանապարհեմ։ Պետք չի ես մեքենայում։ Ես գնամ, Մխոն երևի կուշանա։ Ուզում ես մի հատ զանգի։ Չէ, չեմ ուզում անհանգստացնեմ։ Դե լավ, ինչ ասեմ։ Բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր, Համբարձում ջան։ Այմար, դե չի ստացվում էլի, հա, սրանց գլխի եմ գցում, որ այդ դոշակի տակ նային, այդ վեճներն էլ չի։ Դրանք այնքան ունեն, որ այդ $4000 իրանց համար ինչ է։ Դու այմար, մարդ չի իմանում ոնց դրանց իշ մարդ է, հասկանում ես, արդեն ներվերս գնաց դու։ Ոչ մի բան էլ մի արա։ Օհ, լավ է։ Կներեք, ինձ մի հատ սերի կտակ։ Հանգիստ տեղը կային։ Ինչ եք անում։ Հանգիստ շարժվել։ Ստոպ, արա, ստոպ, ես ինչ եք անում։ Բան բռնենք, շեֆ ջան։ Նախ շեֆ չի, ռեժիսորա եւ երկրորդ հերթին ես ձեզ ասեցի, ենքոն կթեքվեք, այնտեղ մարդ կան, որ նրան կբռնեք, թողեք։ Ներողություն, մենք սերիալ ենք նկարում, ուղղակի տղաները շփոթված են։ Գնացինք։
Ինչ չեք ուզել, մի ելեք գնացեք, ես հետ ինջնամ։ Դե գնանք։ Մելո ջան, ապել բայց հետաքրքիր կինոեր եք, ուզեի սրա վերջը տեին այդ ցավը տանը։ Դու այս է շատ կուզեմ որ դու սրա վերջ տենաս, բայց սրա վերջ նոր տեսնից պիտի 2 ժամ նստես տեղ սպասես։ Այդ լես ճիշտ նոր սկսել։ Դե լավ, ինչ ասեմ Մելո ջան։ Շնորհակալ ենք ապեր հյուրասիրության համար, ամեն ինչի համար գոհենք։ Գոհենք Մելո ջան։ Դու կոչերներ ինչ պիտի եղնեիր, ելեք։ Եղավ։ Բարի գիշեր Մելո ջան։ Բարի գիշեր Մելո ջան։ Դու հասկացանք, բարի գիշեր։ Пират 1, Пират 1. Я Пират 2, на связи, прием. Չէ, դու լրիվ խիար ես, արա։ Հապա ոնց ասեի, Գագո։ Դե գնային ցուրտ տանը քնի։ Գոնե ինքը առաջարկեր։ Լս ինչ եմ ասում, հիմա զանգը տալիս եմ ու դու ասում ես, եղավ համո։ Հա, դե հաշվում եմ, Որ հիշես անցած գիշեր ոնց ենք լուսացրել, չես քաշվի։ Բան եք մոռացել։ Ձեր հետ եմ ծո։ Համո ինչ ես մոռացել։ Մելո ջան, ապեր ուզում եի ասեի, հո չես մոռացել պարոն Արևշացյանին ասես, որ այն մի գործնել ենք ուզում անենք։ Կարող ես սպանեք այդտեղա դու կմզի։ Բարի գիշեր։ Ահ, դու իմ մասին որ չես մտածում, գոնե մի քիչ քո մասին մտածի, արա։ Դե դու ասա է Գագո, գիտես հեշտ է։ Ես որ ասեմ, մենակ իմ համար եմ ասել, եղավ։ Դու ինչ։ Մելո ջան, Ջիգեր ջան, ցավը տանեմ։ Ես ինձ մի քիչ վատ եմ զգում, անցած գիշեր որ մնացի մեր վարձով տանը մրցել եմ, էլի։ Կլինի այսօր մնամ Ձերյանը մի քիչ դզվեմ, էլի ցավը տանեմ։ Այս դու նորտեղ մնաս։ Ապեր, հեսա այստեղ Միջանցքում գետնին էլ կքնեմ, քո Միջանցքը ավելի տակա, քան մեր տունը, ապեր։ Արեկն ես։ Հա, ապեր, բայց համոն թող գնա, էլի, այնտեղ մեկը պետքա որ գողություն բան չանե, դու գնա, ապեր։ Հա, թող գնա։ Մնալ կուզեի շուտ սիր։ Ռիսկ չի անում, Մելո ջան։ Արին ես, պրոշնիկ ուդամ զալում քնի։ Ճուճուտ է։ Դավայ համոն ջան։ Հեսա պալտոս հանեմ գա Մելո ջան։ Մելո ջան։ Սա։ Ջիգեր ջան, կլինի համոն էլ գա, վախում եմ ընդեղ սարի կապտի։ Դու չի արեք։ Եղավ ցավը։ Արի, արա։ Դու էլ ինձ ճիշտ հասկացի աղբեր։ Ես Անուշիկի դեմ ոչ մի բան չունեմ։ Ուղղակի մենք ընկերներով միշտ իրա վրա բոցեր ենք արել։ Ու հիմա մենք ոնց կարանք մեզ թույլ տանք մեր ընկերը պսակվի տենց աղջկա հետ։ Դու էլ մեզ հավասար իրա վրա բոցեր ես արել։ Սիշ կրակն եմ ես ընկե։ Բաղբեր, սաղ քուչեն ղժալույա վրա տապե։ Կարող է դեմդ բան չասեն, բայց հետևից։ Արա դե դուք ես սպանիք լե հետևից, տես դուխով տղանյակեն թուգան դեմս ասեն։ Դեմդ կասեն են ժամանակ, երբ որ կաղկատանաս։ Հիմա հարստությունը չի թողի, որ դեմդ ասեն, ինքը քո տեղը դոշ կտա։ Չի կարբիտ, մխոն են տղենա, որ հարստությունը իրա փոխարեն խոսա, խի մենք ուղեղ չունենք արա։ Ախպեր նյուժելի ուրիշ աղջիկ չկա մայրաքաղաք Երևանում։ Արա կարբիտ, ես է չեմ հասկանում հետս ինչա կատարվում։ Երկ փեղված վիճակ ա մոտս։ Մի կողմից ընկերությունից չեմ կարող հրաժարվեմ, մի կողմից հետո մի սիրտա գնացեք կապելը անկախնձնից, ինչ անեմ։ Ուղարկենք Լոմիկի մոտ գնա կազդուրվի արի աղբեր։ Այն օրը նկարը տեսա, երկու հատ
կյաշ կազդուրիչների հետ։ Ապեր ինձ էլ լիքը բաներ հետ պահում Անուշիկի հետ ելնելուց հասկացի։ Արա բայց դե սիրտը անկախ իմ կամքից գնացեք կպել է ինչ անեմ։ Պատասխան ուզի։ Սրտից ես հրը։ Հրը գիտես կատակ եմ անում։ Մարդու ուղեղը պետքա ղեկավարի ամբողջ օրգանիզմը։ Ոչ թե ինչ-որ օրգաններ սկսեն յախշավատ ելնելը։ Ճիշտ ես ասում։ Բայց երևի ես քնած եմ եղել։ Սիրտս թաքուն գնաց է իր գործը արել է, ով գիտի։ Դե հիմի եղել է ստացվել է, ինչ կարամ անեմ, կարբիտ։ Մի խոսքով դու ինձ կարաս հասկանաս, կարաս չհասկանաս ապեր։ Էդ էլ արդեն ոնց որ դու պետք է հրամայես քո ուղեղին։ Ապեր ես ոնց որ ամբողջ իմ գաղափարով ուզում եմ քեզ հասկանամ, բայց չեմ կարող։ Քանի շուտ է, սրտիցը թանի Անուշիկին։ Ես քեզ սկզբից էի ասում, որ ես ամեն ինչից լավ հոտ չեմ առնում։ Ջարդեմ։ Զզվստես թողից ասած խրստում եմ որ էսի խրստում։ Ես էլ չեմ կարող քնեմ ապե։ Աշկիսեն դրա համար է սուսիկը թողը կապել այս տնից։ Ավելի լավ էր մեր ցուրտ տանը մնայինք։ Հարտո։ Արա հոմճն գնամ մտի դրասենյակ ապե մի բան գցի գնի դու դիրքը փոխի կոմե։ Մերանք չգնամ էլի ապե։ Ինչ ան սա քիշս տանջվենք։ Դե արի դարը գնանք էլի։ Çatal beyin. Քեզ վերեք այդ տղա։ Տղա դուք աննորմալ չեք կար այս ինչ կենեք։ Մելո ջան, ուզում էինք ավելի շատ ոգևորենք քեզ, որ ավելի լավ քնեիր։ Ինչ։ Արա, սենց էլ բան կլնի տո։ Հեն մարդիկ իմ պատճառով անգործ մնացին։ Լավ, բա ինչ անեմ, որ սրանք այդ փողերը նորից հաշվեն ու տենան, որ պակաս չի։
Շարժվես։ Շարժվես։ Էս ու տունն եք մտել։ Կողքի տունը պետք է մտնեիք։ Դուրս եկեք։ Հազար ներողություն, էլի տղաները շփոթել էին։ Սերիալի նկարանուններ են, հուսով եմ կհասկանաք մեզ։ Ստեսություն ձեզ, բարի գիշեր։ Շուտ արա։ Խորա։ Լավ չես։ Չէ։ Բայց չի պիտի լավ լինես։ Երեք ինչ էր այդքան խմել։ Շատ էի չեմ խմել։ Հեսա դնեմ նայի։ Вообще ախպել, մտած մահկա որ դեվա մեր ամուսնությանը, Մատ երկեք մեռեմ սարտից։ Արիս երկրի չլսենք էլ ավելավա։ Արա լուրջ ծառս տես գցել էի Նատաշայի ուսին։ Նա կարող է տարել եմ մոնտաժը մարե։ Երեք իրար հետ եկակ, ասիր ծանոթացի ինքերույսա։ Ես ինչ կարայի անեի։ Ընդունեցի այդ փաստը։ Հա քաշերի միանի սիլ էր մի հատ։ Չօգնեց։ Կապ էի, չգիտես որ ես խմեմ կորցնում եմ ինձ։ Դուք այդ խոսալ էր լինում Վարուշ։ Անեց էիր վրես գոռում քիչ էր մնում հետս կռիվ անեիր։ Ասի տանեմ Նատաշային ճամփու դնամ սկսեցիր գոռալ, այդ ուզում ես մեզ ցրես, բանսես բաներ էին ինչ որ խոսում։ Բայց ամենավատը գիտես որն է։ Որ Նատաշայի մատը մատան ես դրե։ Դու նշանվել ես ամեր։ Ինչ եմ արել։ Տես բան եմ արել ես։ Թե երբ ես արել, տենց է չհասկացա։ Ահ մորս սարավ։ Բայց հիմա ինչ ես ասելու Նատայի ծնողներին։ Իրաց տունն եմ գնացել դրե այդ մատանին։ Հա, բա։ Որը լավ չեն ջոգել որ խմած եմ, ասենք չի կարա այդ իրականությունը լինի։ Դերև իրան ձեր չի տվել։ Բայց այդ մատանին ինձ որտեղից։ Չգիտեմ։ Ահ, խորա։ Որը 50,000 տվել եմ։ Մատան եմ արել դրան։ Ես կգնամ Նատաշային կտենամ, համե մատանին կվեկալեմ։ Խորո։ Բայց աղջկան ամուս է։ Դու ինչ եմ արել որ կարող ամուս ստացել եմ այդ մատը մատանի եմ էլի դրե։ Խետ քիչ է։ Հատը հիմա խմած եմ եղեմ այդ հեշություն արել եմ էլի։ Ինչ մեզ բանակում էլ էի մի օր խմե։ Սա գիշեր հարավայ-վայ էի երգում։ Որը ես իսկականից եղավ հարավայ-վայ։ Բաբեր։ Որը բայց ոնց եմ ես այդքան բան արել։ Երբ եմ Նատաշային տեսել, որտեղ եմ խմել, խի եմ խմել։ Լավ հագնվի գնանք։ Մարդ չգիտի, քեզ շնորհավորի, թե ինչ ասի։ Ավեսովս գնայի։ Նա տեսոր որ գործի գնաս, մատիդ մի հատ կարծոդիր։ Մամա այդ կարծուն կրնի, թե ինչ որ մեկից կվերցնես, բայց անպայման դիր էլի։ Ինչի համար։ Դե մի քիչ Վարուժի ներվերը ուտենք։ Որտե խմած եղել մի բան ասել է, էլի կարող ես չգիտեմ այսօր ոնց է մեջ շփվելու։ Նատ, որ գանք խանութ, դու քեզ նես բայ, իբր իսկականից երեք դուք նշանվել եք։ Ոյ լավ, էլի ռշտում։ Էլ մի սկսի, պայմանավորվեցի։ Пока.
Երջան, բարև։ Բարև։ Շտապում ես։ Իր ուզում էի մի քիչ խոսայինք, է։ Ես շտապում եմ, աշխատանքի եմ։ Աշխատում ես։ Հա, Որտեղ։ ապահովագրական ընկերությունում, տնօրենն էլ ձեր վարժտի Արտյոմն է։ Արտյոմը։ Հա։ Լավ, կբարևես։ Եղավ, դե պակա։ Պակա։ Արտյոմ ջան, բարև։ Բարև։ Արտյոմ ջան, ապեր, հետդ խոսալու բան կա մի քիչ, որտեղ կարանք տենանք, ապեր։ Եթե հարմար արի մեր գրասենյակ։ Լավ, հեսա կգամ։ Հանգիստ խոսաս հետը։ Հասկացար, Վարուշ։ Բարև տղեկ ջան։ Բարև այս ջան։ Էս ինչ ա եղել Վարուժին։ Չի համակերպում եմ փաստի հետ, որ Նատաշայի հետ նշանվել։ Ես եմ դրե քո մատը։ Բարև Վարուժ։ Երբ եմ դրե։ Գալիս ես մի հատ չես է բարևում։ Ասում երբ եմ դրել մատդ։ Երեք։ Որտեղ։ Մեր տանը։ Ո՞ս էր տանը։ Ահա։ Ես երեք ձեր տուն եմ եղել։ Վարուժ։ Ինչու ես տենց ասում։ Խմած եկել եմ ձեր տուն, հա։ Ահա։ Պապաս էլ ասեց, «Էս ինչ քեֆ չի պես ունեմ»։ Դե ինքն էլ է սիրում մի քիչ խմի, դրա համար քեզ շատ հավանեց ու հասկացավ։ Պապաս։ Ահա։ Մամայի հետ է տանգո parեցիր, ասիր Նատաշիկիս թագուհու պես եմ պահելու։ Դե ձերոնքի ասեցին տղա ջան գնա ծնողներիդ հետ կգաս մյուս անգամ, չէ՞։ Հա բայց դու ասեցիր, չէ՞ որ հենց հիմա պետքա Նատաշիկիս մատը մատանի դնեմ ու տենց էլ արեցիր։ Արես կմեռնեմ։ Ես տես բաներ եմ արել, հա։ Բայց ինչի ես մեղվում, դու քեզ շատ լավ ես պահելու, հիմա ամաչելու ոչ մի բան չունես, շատ լավ անցել ամեն ինչ։ Դու ի՞նչն է լավ անցել, խմած եմ եղել, արդից օգտվել եք, գլխի սարքել եք։ Վարժ դու հիմա ինչ ես խոսում, դու ես ինձ ստիպում, որ ես քո հետ նշանվեմ։ Ես քեզ ոնց կարամ ես ստիպեմ։ Տենց ստիպում է, ասում է չէ հիմա ես պատրաստ չեմ, դու ասում ես չէ ու չէ, պետքա նշանվենք ու վերջ։ Եթե ես օյաղ լինեի, քեզ կյանքում տես բան չէի ասի։ Վարուժ ես էլ եմ ասում, դու օյաղ ժամանակ ինձ չես սիրում, արի տենց բան մի արա, ծնողներիս մոտ այդպիսի բաներ մի խոսա, դու ասում ես չէ ու չէ, պետքա նշանվենք։ Հիմա ինչ անեմ, սաղքյանքս պետք է խմած ապրեմ կողքդ, հա, հանի մատանին։ Ես գիտեի, որ սենց ա լինելու, Վարուժ եթե ես մատանին հիմա քեզ տալ, հերս ես տնես դուս կշպրտի։ Ա ինչ անեմ, ոնց ինչ անես, ուրիշ բան ա պետք մտածել։ Գնա նստի հոր հետ, խոսա, ասա խմած եմ եղել, չեմ հասկացել ինչ եմ անում։ Կասի աղջկաս անվան հետ ես խաղում, սաղին զանգել ասել է, որ աղջիկը նշանվել է։ 1000 անգամ ասեցի, Վարուժ տենց բան մի արա, դու ախր ինչի ինձ չլսեցիր։ Հիմա ինչ եմ անելու ես։ Ես գիտեի, որ խմելը տնաքանդություն է, բայց չգիտեի, որ նաև տնաշինություն է, նոր ընտանիքի սկիզբ։ Գժվել ես ռշտում, ես ոնց կարամ Նատաշայի հետ պսակվեմ։ Թողեմ ես երկրից գնամ, լուրջ եմ ասում։ Այդ ելք չի Վարուժ, պետք է նենց բան մտածել, որ այդ աղջկա անունը չընկնի։ Իրանք ադաթավոր ընտանիք են, տենց հեշտ չի իրանց համոզելը, որ Վարուժը չի ուզեցել ձեր աղջկա հետ նշանվի։ Ախպեր չեմ ջոգում, խմած պայթած եմ եղել, չեն հասկացել, որ այդ ամեն ինչը չի կարա իրական լինի։ Կարող է իրանք մտածել են խմել ես, որ դու խովանաս, որ տանես իրանց աղջկա մատի մատանի դնես։ Վալերին ուրա, հեսա գալու է այդ Դավադի տանի, գժվեմ տամ սատ կստեն դրան, ես գիտեմ։ Լավ արի հասկանանք ինչ ենք անում։ Պետք է գնալ Նատաշայից տուն, նստել ու իր հոր հետ խոսալ։ Դες ոչ մեկ եթե չունեմ բան խոսալու։ Դու ես իխիա գալի։
Վարուժ ջան, նոր Նատաշիկի պապան զանգեց, ասեց Վարուժին այսօր իր ծնողների հետ հրավիրում ենք մեր տուն։ Դու քշվել են արա սրանք։ Դու գնաս էցի մտու մատանից հետ բերի։ Նատաշկայի պապան ասելա ճիշտ է մատանին դրել է մատին, բայց մի հատ չծանոթանանք խնամիների հետ։ Ինչ խնամի։ Գնաս դու մատիկս հետ բերի։ Դա չէ իսկականից կգժվեմ կսկսեմ դրանց խնամել։ Լավ հաշ ջան։ Դու գնա, ես սա Վարուժի հետ ընդհանուր հայտարարի կգամ, կզանգեմ Նատաշային կասեմ։ Լավ։ Գժվել են արա։ Լավ, նենց է ջղայնանում, ոնց որ առանց քո կարծիքը հաշվի առնելու քեզ պսակելու են գնաս։ Ոնց ուզես, տենց է լինելու է։ Հանգստացի տենանք ինչ ենք անում։ Նստի։ Արտյոմ ջան, հապեր, մոտդ մի խնդրանքով եմ եկել։ Ասում եմ, կարամ գամ մոտդ աշխատեմ, եթե տեղ կա։ Գործ չունես ձեռդ։ Չէ, ունեմ, բայց ասենք հարմար բան եմ ման գալի, որ ընդեղից դուրս գամ, էլի։ Ընդեղ շատ քիչ եմ ստանում։ Քաջիկ, եթե ես քեզ ընդունեմ, ուրիշին պետք է անեմ։ Բայց մարդիկ աշխատում են, ում բռնեմ անեմ։ Իսկ ասենք, տենց բան չկա, որ 10 ես անեմ ու ոչ մեկ էլ չանես։ Ուղղակի շատ է էլի դրա կարիք հապեր։ Նա եթե կարաս օգնի։ Քաջիկ, կմտածեմ կասեմ ապեր։ Լավ, դե ես քո զանգին կսպասեմ։ Գնամ չխանգարեմ։ Գնա։ Հաջողություն։ Խոներեք ուշ է եկել։ Կա։ Այսօր ես շուտ աթրել, որ չհարցնեմ, հա, թե երեք ինչ արեց։ Տրամադրությունը ոնց էր։ Նորմալ։ Իսկ չպատմեց, թե ինչ են խոսացել Անուշիկի հետ, հա։ Չէ, չպատմեց։ Դե որ ուշ ա եկել, չենք խոսացել։ Լսի, Մարգարիտա, всё-таки զանգի հետ սրբուն թող հետ գա։ Հա։ Հա դե չեմ ուզում, որ մխոն գնա ես իմ ուն բերի։ Ես գիտեմ Անուշիկին ջղայնացնելու համար կգնա անենց մեկին կբերի, որ սաղ գործը կփչացնի։ Հեսա կզանգեմ։ Սպասի մի րոպե։ Բայց վրեժի անունը այս տանը չտակ։ Վրեժի ոտը այս տանը չի լինելու։ Всё։ Լավ։ Ուրա փողեր արա, որ տեսպա է։ Ինչ փող։ Ով գիտի դրա մասին։ Ինչ փող է ախպեր։ Հաստատ տվել ես։ Արա եսի շարը։ Վայ, մամա ջան, նոր սպանում էին ինձ։ Ինչի՞։ Դու աստիճանով բարձրանում եմ մի հատ դիմակով տղա, եկե բռնելա դանակը դրելա վզիս ասում եմ փողերը տուր։ Հա, դու էլ ես սեյանի տակ ընկե։ Հələ սիրտս կանգնեցի ա։ Երեք էլ ինձ էին երկու անգամ ուզում տանեին, երկրորդ անգամ էլ հենց տնից։ Պատկերացնում ես իմ համար պարկած եմ, մեկ է դուրը ջարդում են։ Մի քանի վայրկյան հետո մի 3 հոգի եկան ներս, ավտոմատները պահեցին վրես ու քաշում էին ուզում էին տանեն։ Սենց բան կլինի այ ախպեր, տնից դուրս գալ չի լինում։ Յա։ Մեկդ կարա իջնեք ներքև հեսածանդ հիվանդ բերելու։ Չէ, եթե ծանր է, ես այսօր մի տեսակ լավ չեմ զգում ինձ ես հետ։ Քաշի նկատի չունեի։ Ինչ է, էլի նկարանում բան է։ Չէ։ Ամբո գնա։ Համարց մուշադիր կնես էլի, մեր բաժին չես բել, ընեն չանես մեր անունը կցես։ Որ։
Չհասկացա, աղջի, ուրեմն այն օրը 6 ժամ չէիր կարող մի հատ երակից արում վերցնեիր, 10 տեղից այդ մարդուն ծակեցիր մինչև կարանաս վերցնես, հիմա էլ ինձ ես ասում, հա? Հիմա ով է մեզանից անուն գցողը, ես թե դու։ Հա։ Այդպես բան է եղել, շալավա։ Խոսում է էլի։ Համբո սուչասի, հա։ Նայ տես, որ տենում ես չես կարում, մեզ ասա մենք գանք անենք։ Ձենդ կտրի, հա։ Արագացրե, բացրացրե երրորդ հակ, շուտ արա։ Արագացրե։ Պապ, ես ի՞նչ ա եղել, մամ։ Լսել եմ քեզի ֆորմա են ուղարկե։ Այն հարամն է համազգեստս վերցնել չի տալիս։ Դե գնա ասա թոտա, ասա ֆող մեզ պետքա դու։ Ապերիկ ջան, գնա, հա։ Ես քո ֆորմը քեզ կուղարկեմ։ Քրոջս պատվետ ես խաղում, արա։ Արա դու ես այդ տակա։ Ինչ ես եկե յասմի տեղանա։ Ես ինչ է եղել։ Սաղ կյանքս ապրեմ։ Մեզ մարդու հետ, որ չեմ սիրում աղբեր, հա։ Ես ինչ արեք դու կարա։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։